Գագոն եկել է Գյումրի, հետաքրքիր է ինչու։ Արդեն արշավը սկսել է ոնց հասկացա։ Եթե չէ, ինչի ես եկել։ Այդ ժողովրդի հետ ինչ ունես խոսելու։ Բայց էսա մի հատ քննարկենք էլի ամեն մի ասածը։ Բավարարություն անում են, ամա չէ որ իրանք չեն անում, ԹՊՆ-ն անում են, լավ էլ անում են, լավ էլ աշխատում են։ Այն քպեական ախպետ, ոցավտան։ ԹՊՆ-ն էս, ԹՊՆ-ն։ Այս դե ուճակալի գնացա, ես ոչ եմ իրավորում։ Չէ՞ բա դու ինձ դասես դա ճամփ։ Դա արդեն տան, գբայգել ես, ցես էսի ենեք, դարս է տալիս քեզի։ Դեր ճանապարհները չեն, քպեական ախպետ։ 8 տարի անցել է ցավտան։ Որ ձեր ասածն է կարել։ Խնդրում եմ պատասխանել։ Որը։ Մեկ ասա, մեկ։ Գագո ասում ես որ մի իրանց ասածն են արել 8 տարվա մեջ։ Չէ, ես ցուցակը կարամ երկար բացեմ, բայց սկսեմ քեզանից։ Նախ քեզանից ու քո բարեկամներից, որ ոչ մեկին կուլակաթափ չարեցին, ոչ մեկը բերթերում չեք փդում։ Նաև այդ քո սա կառուցած դվարեցների վրա ոչ մի բոմբ չին գնում։ Այս երկուսը ասեմ սրանով բավարարվի ախպեր ջան։ Մի խանգարեք։ Մի բան։ Դա ճանապարհն է։ Բա դու չես ասում։ Մի խանգարեք։ Երկու ջան, հիշում ես որ ասում էիք Արցախը Հայաստանը ու վերջ, ասել եք։ Ասել եք, որ մի սանտիմ չենք տալու, ասել եք չէ։ Դուք չեք ասում, ախր ասում են ժողովրդի տոժակը քիչ է, չի կարողանում մի սառնի, ասում եք թող խոտ ուտեն, ասել եք։ Գագո աչքից շատ խառն ես։ Ինձ թվում է 70 տարեկանը ազդում է всё-таки։ Իրանը ասում է։ Ձեր տղերքի մեջ են տղայական որ խոսում եք։ Ինչ եք ասում, ով որ բրթսնում է։ Ասում եք ստի մերը, հա, տենց բան եք ասում ոնց որ։ Ախր ինձնից մեծ ես, չեմ կարող ասեմ տղա ջան, բայց ուղեղի մակարդակի պահով 100% կարամ ասեմ տղա ջան։ Գագո հետո ասե խոտ կերեք։ Կարաս բերես փաստես, որ ՔՊԱ-ականները ասել են խոտ կերեք։ Եթե բերես փաստես, որ ՔՊԱ-ականները ասել են խոտ կերեք, հենց այսօր կանգնում եմ կողքդ։ Հենց այսօր։ Այս ժողովրդին ես ինչ խոտ ես բերել։ Հենց դու ես ժողովրդին խոտ կերցնում։ Կամ ճանապարհները կառուցելու վրա խի տենց հրճվար։ Կարելի է մի հատ իմանալ։ Ինչ է այնչեր, ինչն էր սուտ։ Մեր երկրի վարչապետը ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, դու դեմ ես դրան։ Կոնկրետ դեմ ես։ Մենք կողնորոշվի։ Հիմա Արցախը Հայաստան է թե ոչ։ Կողնորոշվի։ Երկրորդն էլ մեր երկրի վարչապետը մեր սահմանադրության գլխավոր կետից հասկսե։ Որտեղ որ գրած է այդ հրճակագիրը, խաչա դու սահմանադրությունն ուր, իմ կարծիքով սահմանադրությունը ու դու ոնց որ խոզն ու տուրնիկը։ Գիտելիքներիդ մակարդակի մասին եմ խոսում, էլի։ Կամ նյոժելի տարիքը այդքան ուժեղ ազդում է հիշողության վրա։ Այդ որտեղ է ասե Փաշինյանը միտից հող չենք տալու։ Հա։ Այդ դու չէի քո կուսակցությունը չէր, պատերազմի ժամանակ որ ասում եք, «Միջև Բաքու հասնելու ենք»։ Բախի չհասար Գագո։ Այն մեքենաները բերիր դեմոնստրացիա արեցիր։ Ցուցահանդես բացեցիր, մի հատ փառատոնի նման պատրաստվում ես գնում ես պատերազմ։ Ճամփին որտեղից շեղվար, Գագո։ Ում վրա ես եկել խնդում։ Մեկը լինի քո վրա խնդա, տնաշեն։ Ես կարամ փաստեմ իմ ամեն մի բառը, իսկ դու քո ասածները կարաս փաստես, Գագո։ Թե բլթեսնելով ամենակ։ Թե դիմացիդ կանգնած ժողովրդին ես էշի տեղ դրել։ Թե որ այդ ուղեղի մակարդակի արտահայտություններ ես անում, չենք հելնում բացեի, բայց չենք ղժում վրեջ, մտածում ես որ շատ խելացի բաներ ես ասում ու իրավունք ես վերապահում դու ղժաս։ Ինձ մի խոսք եղբայր, ձեզ են կտրել, չէ կարող փողը գնացեք։ Ով կարանի դա գանի։ Ինչ ես ասում, չի կարողանի թող գնա, ով կարանի նա անի։ Գագո դու Գյումրիում ես ինչքան գիտեմ գտնվում։ Գյումրիում ով է քաղաքապետը։ Որ ուժերը հաղթեցին, ով պետք է աներ։ Էլի ուղեղի խնդիրա թե հիշողության, ուժեմ հասկանամ պրոստը, էլի ճիստը ռիտարիչսկի հարցա։ Ջոգացա։ Երևի ԿՊ-ն պետք է բան աներ։ Մի հատ վանդակ մեծ կառուցեր, մեկ ու վագր գցեր մեջը, առյուծ։ Ու այդ ավականու անդամներին հերթով բերեր գցերը տե։ Որ վախից նիստ հրավիրեին։ Գային մի լինքի նստեին նիստի, բյուջեն հաստատեին։ Երևի էդին նկատի ունես, հա չեն կարում, թող գնան մենք անենք։ Այն կողքիդ մարտունիկը, մի հատ իրան հարցրա, միգուցե ինքը հիշի, ով է Գյումրու քաղաքապետը, ովքեր են ավականու մեծամասնություն կազմում։ Մի հատ հարցրա կողքինիդ, կարող նրա ուղեղը հասնի։ Իսկան երեխա կա, որ կարուսելը կուզեն խաղան զբաղվեն ու չունին կարուսել։ Ուրա մեր ԿՊ-ն ուրա։ Ուրա կարուսել։ Հա, սարքը։ Նայ շուտ սարքը, եթե չէ ունի։ Եթե ոչ սարքի պետք է տասնի։ Ու ես նյութը բերել ես ունենց հպարտ դրել ես քո ալիքին։ Մարտուն դու էլ գնացել ես Ծառուկյանի կողքը կանել ես, մի հրճվում ես, մի քեզ տղա ես զգում։ Դու ի՞նչ տղա։ Դու ի՞նչ տղա։ Այդ դու չէիր որ հայտարարություններ իրանում որ դու Վարդանիկին չես միանալու, ողերին թշնամիներ եք ֆլան ֆստանու, մի շաբաթ հետո տարարձեները տվեցի ժողովրդին էլ խափեցիր ու գցեցիր։
Հա? Հիմա եկել ես կանգնել ես Ծառուկյանի կողքը հրճվում ես, ինչի՞ վրա ես հրճվում։ Սաղ ազգը հրճվում ավրեդ։ Որ դու մի հատ քո խոսքի տերը որպես տղամարդ չկանգնեցիր։ Տեր չկանգնեցիր քո խոսքին։ Հիմա եկել ես գյումրեցիներին նորից ֆրցնում ես։ Իմ կարծիքով գյումրեցին ամենավերջին էշը պետք է լինի, որ քեզ նայի ու քո ներկայության ինչ որ Ծառուկյանի բանի տեղ դնի։ Իսկ հիմա անդրադառնամ գյումրեցիներին։ Կամ ձեր Գյումրու բլոգերները ձեր չեն բացատրել ինչա նշանակում թիմ ընտրություններ։ Կամ էլ նենց են բացատրել, որ Վարդանիկ ու Մարտունիկ կան, նստեն քաղաքապետարան։ Ուրեմն ձեզ բացատրեմ, պուբլիշնիկ բացատրեմ։ Եթե կառավարությունը կարողանար ձեր քաղաքապետին կամ ավականու անդամներին ստիպեր, որ նստեին, նիստ հրավիրեին, բյուջեն հաստատեին, Գյումրին հիմա 4 օրս բոլորը կառուցվելու էր։ Ճանապարհներից բռնած, դպրոցում անկապարտես եւ այլն, լիֆտեր եւ այլն։ Լիքը խնդիրներ կա Գյումրում։ Բայց հիմա հարց. ավականու նիստ եղել է, բյուջեն հաստատել են, թե ոչ։ Իհարկե ոչ։ Այդ բյուջե տրակում է արդեն։ Ո՞վ է եկե հաստատել այդ ձեր բյուջեն։ Ձեր քաղաքապետարանը որոշում կայացրել է, մի հատ նախաձեռնություն բերել է կառավարություն, որ սուբվենցիոն ծրագիր իրականացնի։ Արել է թե ոչ։ Ես այս միլիարդ տոկոսով ասում եմ ոչ, չի արել։ ԿՊ-ստեղ ինչ կապ ունի։ Հենա դրել եք այդ կուսակցություններին, ձեր գլխին, դարմայետներին։ Բոյկոտում են ոչ մի նիստ չեն անում։ Ու ԿՊ-ն է մեղավոր։ Ծառուկյանն էլ եկել է հրճվում է իր ուղեղով։ Ում վրա է հրճվում։ Ծառուկյան։ Ով պետք է աներ Գյումրիում, Ծառուկյան։ ԿՊ-ն։ ԿՊ-ն Գյումրիում ով է։ Գյումրեցիներ, որ այդքան գոռում էի, ասում էի ԿՊ ընտրեք, որպեսզի էներգետիկ աշխատի, կառավարության հետ ու ձեր քաղաքը կառուցվի, ինձ ասում եք զոմբելո։ Թուրք։ Էնա գնացեք տեսեք թուրքը ով է։ Ձեր մասին այնքան են մտածում, որ մի հատ ճանապարհն ինչա Գյումրում մեջ չեն կառուցում։ Նույնը կատարվեց Վանաձորում։ Այդքան տարի Վանաձորի ավականին բոյկոտում էր, նիստ չէր հրավիրում, բյուջեն չէր հաստատում։ Թե ինչքան գումար, որտեղ է գնալու, ինչա կառուցվելու։ Փառքը շատ Արեմ Մկրտչյանը ի վերջո համոզեց, չգիտեմ ոնց իր ամոթետի ստացվեց, բայց հալալ է իրան։ Համոզեց ավականուն նիստ հրավիրեց, հիմա 100 շենքի լիֆտ են փոխելու, միլիարդներ են ծախսելու, իրանց բյուջեն էլ էր տրակում արդեն փողից, ոչ միտեղ չէին ծախսում, ոչ մի բան չէին կառուցում։ Ու հիմա հաստատվել է բյուջեն։ Ու հիմա արդեն սկսվել է ուժեղ շինարարությունները։ Ու վանաձորցին հասկացավ, ինչա նշանակում ճիշտ ընտրություն անելը։ Գյումրեցի, եթե այս անգամ էլ խաբվեցիր, մեղքը քո վիզը։ Խաբվեցիր ու հիմա ունես այն, ինչ ունես։ Մարդ պետք է մի քիչ ուղեղով մտածի։ Հասկանա։ Գնում եք ընտրության ու չգիտեք ինչ ընտրության եք գնում։ ԽՑԲ եք անում։ Քավոր, սանիկ, բարեկամ, լավ տղա։ Այդտենց չի։ Պետությունը տենց չեն կառավարում։ Գյումրեցի, դու պետք է պատասխանատու լինեիր քո ձայնի համար։ Դու պետք է ելնեիր գնայիր ընտրության, որ հետո պահանջեիր։ Սիսյանի քաղաքապետը ԿՊ-ից էր դրած։ Ես իրան ճղում էի մեջտեղից։ Թե խիչի կառուցում, խիչի անում։ Բայց դուք ընտրել եք Վարդանիկ ու Մարտունիկ։ Իրանցից էլ պահանջեք։ Դուխներդ չի հերիքում, հելնեք քաղաքապետարանի մոտ, նտաշ ներկայացնեք։ Թե ձեր ընտրյալներն չի ավականուն նիստ չեն հրավիրում, բյուջեն չեն հաստատում ու Գյումրին կարգի չեն բերում։ Նստել եք ելի նորից ԿՊ, նորից կառավարություն։ Ստեղ են ասել կներեք արտադրությանը սովտռի ով է սանատորիա, օրս արիվ։ Բայց որ Վարդանիկին կոռուպցիայի համար եկել էին բռնեին, բոբիկացակ մազերներդ գզեցիք հասակ քաղաքապետարան։ Դա ձեր քաղաքի համար ինչի չեք հասնում քաղաքապետարան։ Խիչ եք հավաքվում պահանջում։ Մենակ չասեք Վարդանիկին բռնել են, դրա համար բյուջեն չի հաստատվում։ Դա մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, հանգարց լոլոչ կարդակ։ Ու ցավալին է, որ ձեր հիմար աննասուն ընտրության պատճառով ամբողջ Գյումրին է տուժվում։ Ինձ ամեն օր նամակ են գրում, Մերի ջան, այս Գյումրին սենց, Գյումրին նենց։ Նյուժելի կառավարությունը չի կարող։ Կառավարությունը ինչ անի։ Կառավարությունը ձեզ հնարավորություն տվեց ընտրեք։ Կառավարությունը քաղաքապետ չի նշանակում ժողովուրդ ջան։ Եթե նշանակեր, կպահանջեր։ Աշխատանք կպահանջեր։ Բայց դուք եք ընտրում։ Բայց դրա համար է կոչվում թիմ ընտրություններ։ Այս է խնդիրը, որ միջև հիմա մեկը մյուսից չեք տարբերում, չեք հասկանում։ Հես այս ընտրություններին էլ չեք հասկանալու, որ նմաններին ձայնը տալով դուք ձեր երկիրն եք վերացնելու։ Ձեր երկրի վրա մի հատ մեծ խաչ եք քաշելու։ Ու էլ կյանքում պետություն չեք ունենալու, որովհետև նույն ժամանակներ ենք ապրում, որ այլևս ինչ որ պետություն ստեղծելը կամ պահանջելը լինելու է մի հատ զուգանի թուղթ։ Ոչ մեկի վրա դա չի ազդելու։
Քանի ունեք, պահեք։ Գոնե այս ընտրություններին ճիշտ ընտրություն արեք, ձեր եսամոլությունը դրեք մի կողմ։ Անենց շատ ճիշտ տղուտեղ եք դրես աղը ձեզ։ Բայց գնում եք Մարտունիկ եք ընտրում։ Գնում եք այդ սուտ ինչ ասես որ դնում են ձեր դեմները, այտենց հանգիստ համաձայնվում եք։ Այտենց համովոտում եք։ Ուղեղի խնդիր է, թե հիշողության, ինչ շատ է այս հարցը հուզում։ Այն բոլոր գրությունների մեջ որ ասում է հետգրություն։ Ախպեր ջան, ԿՊԱ-ական ջան։ Ուրեմն ԿՊ լինելը, դա մենակ, չգիտեմ, գրանցվել ԿՊԱ-ական, պետք է ոչինչ չանել։ Գոնե մի քիչ տեղեկացված եղի։ Չհասկացա, Ծառուկյանը կանգնել է ինչ ասես բրթեսնումա, նա չես պատասխանում, չես ասում, այդ որտեղ է տենց բան ասե։ Ուրեմն դուս ա գալիս այն կուսակցությունից ես, որը ասել է, որ գնացեք խոտ կերեք, լուրջ ես ասում, պետք է տենց համաձայնվար։ Ուրեմն ԿՊԱ-ականներ, ես դες խորհուրդ եմ տալիս, կամ մի ներկայացրեք, որ դուք ԿՊԱ-ական եք, կամ այն ներկայանալուց հետո մի հատ ճիշտ ներկայացրեք ձեր կուսակցությունը։ Ես ինչ բաներ։ Իսկ դուք գյումրեցիներ, եթե այդքան ճիշտ ժողովուրդ եք, այն բլոգերները, որ ձեզ առավոտի ծիրիգուն կոչ էին անում Մարտունիկ ու Վարդանիկ, ընտրեիք։ Մի հատ կանչեք իրանց ու մեկ հարց դրեք իրանց դեմը, թող բացատրեն ձեզ։ Ինչ է նշանակում թիմ ընտրություն։ Քաղաքապետարանը ինչ գործողություն պետք է անի, որ քաղաքը կառուցվի։ Այդ նույն ավականու անդամները ինչ նիստ պետք է հրավիրեն, որպեսզի ձեր Գյումրին կառուցվի ու ինչ կապ ունի դրա հետ ընդհանրապես ԿՊ-ն։ Այս հարցերը դրեք դեմները, թող միած ձեզ բացատրեն, թե ոնց է այդ աշխատանքը կատարվում, որ ճիշտ հասկանաք, թե հետագայում ումից պահանջեք։ Այսքանը։